Լանջաղբյուր, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում։ Գտնվում է ծովի մակարդակից 2050 մետր բարձրության վրա։ Գյուղը հիմնադրել են 1829-ից 1830 թվականներին Բայազետի գավառի գյուղերից ներգաղթածները։ Քյուզաջեղ անվան տակ ընդգրկված է եղել ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել հայկական Խորհրդային սոցիալիստական հանրապետության Նոր Բայազետի գավառի 1930 թվականից Նոր Բայազետի շրջանի։ Վերանվանվել է Լանջաղբյուր 1950 թվականի ապրիլի 19-ին։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի մեջ։ Գյուղի հյուսիսարևելյան կողմում բլրի վրա գտնվում է 7-րդ դարում կառուցված Իլիկավանքը կամ Պարվի վանքը, իսկ արևմտյան կողմում վեր է խոյանում Սպիտակասարը։ 1905 թվականին գյուղում կառուցվել է եկեղեցի, որը խորհրդային տարիներին վերածվել է պահեստի եւ այժմ գտնվում է կիսաքանդ վիճակում։ Լանջաղբյուր գյուղը հարակից է Սարուխան, Գեղարքունիք եւ Կարմիր գյուղ բնակավայրերին։ Գյուղի ընդհանուր տարածքը կազմում է 2412 հեկտար։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարտհամարի արդյունքների Լանջաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 2115 մարդ, առկա բնակչությունը մոտ 1738 մարդ։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները ներգաղթել են 1828-ից 1829 թվականներին Բայազետի գյուղերից։ Գյուղում է ծնվել ֆիզիոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Վաղինակ Զալիբեկի Գրիգորյանը։ Սպիտակասար, Մեծ Աղդաղ, Լեռնագագաթ, Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում ընկած Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Արարատի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին։ Բարձրությունը 3555 մետր։ Հարաբերական բարձրությունը արևմուտքից եւ արևելքից համապատասխանաբար 250 եւ 450 մետր։ Գագաթային մասն առատ է թափանցիկ եւ մոխրագույն օբսիդիանով։ Սպիտակասարի արևմտյան լանջերից են սկիզբ առնում գողթ եւ ազատ գետերը։ Արևելյան լանջերը մասնատված են խոր հովիտներով եւ սահմանակիցը Լանջաղբյուր գյուղական համայնքին։ Ծնվելով, մեծանալով եւ մի մասը լինելով այն տարածքի, որտեղ ապրում ենք, մենք հաճախ չենք ճանաչում ամեն մի անկյունը, քարը եւ կառույցը, որոնք մեզ շրջապատում են։ Վերջերս բացահայտեցի Լանջաղբյուր գյուղի հարավարևելյան մասում լեռների կատարին իր գեղեցկությամբ առանձնացող Իլիկավանք կամ Պարվի վանք կոչվող ամրոցային համալիրի ավերակները եւ 9-ից 10-րդ դարի թվագրվող եկեղեցին։ Ըստ ավանդույթի մի պարավի շնորհիվ է կառուցվել եկեղեցին։ Ասում են, պարավը տարիներ շարունակ իլիկ մանելով գումար է հավաքել, որպեսզի եկեղեցի կառուցի, որպես իր շնորհակալությունը Աստծուն, պատերազմի ընթացքում իր որդիների կյանքի փրկության համար։ Այս է պատճառը, որ եկեղեցին անվանվել է Իլիկավանք։ Հետագայում ամրոցը, որը թվագրվում է մեր թվարկությունից առաջ առաջինից երկրորդ հազարամյակներում, անվանվել է Իլիկավանք կամ Պարվի ամրոց։ Վանքի շրջակայքում երևում են Կիկլոպյան ամրոցի եւ բնակատեղիի հետքեր, որի ամենաբարձր տեղում մասամբ պահպանվել է միջնաբերդը։ Սարահարթի արևմտյան լանջը թեք է եւ գագաթի մոտ վերջանում է 20 մետր բարձրություն ունեցող քարային ուղղաձիգ զանգվածով։ Նրա ստորին մասում որոշակի երևում են քարանձավների մուտքերը։ Այդ մուտքերով այժմ կարելի է ներս մտնել միայն սողալով, քանի որ մուտքերը լցված են քարով եւ հողով։ Պարզ երևում են մուտքերի պատերը եւ նրանց ծածկերը, որոնք մեծ սալաքարերով են կառուցված։ Միջնաբերդը գրավում է բարձունքի առավել հարթ, սակայն գերիշխող մասը։ Ի տարբերություն մյուս ամրոցներում եղած միջնաբերդերի, այստեղ բնակարաններ ավելի շատ կան եւ դրանք կանոնավոր կերպով հիմնականում արևելյան պարիսպների տակ են շարված, օգտագործվելով պարիսպը որպես արտաքին պատ։ Միջնաբերդի պարիսպների վրա հայտնաբերվեցին 9 աշտարակ, որոնք դասավորված են միջնաբերդի անկյուններում, մուտքերի մոտ եւ այն տեղերում,
որտեղից ավելի լավ է դիտվում շրջապատը։ Բարձունքը, որի վրա գտնվում է ամրոցը, արևմտյան կողմում բարձր է իր շրջապատից ավելի քան 150 մետր, դեպի արևելք աստիճանաբար իջնում է մինչև հանդիպակաց լեռան ստորոտները, որտեղ կան բազմաթիվ դամբարաններ։ Հյուսիսից նույնպես իջնում է մինչև Գավառագետի հովիտը, միայն դեպի հարավ։ Բարձունքը ձգվում է մի քանի կիլոմետր, մինչև Եղարքունիք գյուղը։ Արևմտյան լանջը գրեթե ուղղահայաց թեքություն ունի։ Ամրոցն ավելի անխոցելի դարձնելու համար 3 կողմից պատրաստված է 3, նույնիսկ տեղ-տեղ երևացող 4 կարգ պարիսպներով։ Միջնաբերդի առաջին հիմնական պարիսպն ունի 5 մետր լայնություն, մյուսները աստիճանաբար նեղանում են։ Քարերը շարված են առանց շաղախի, երկշար, որոնց մեջ լցված է մանր քար և խիճ։ Պարիսպների միջանկյալ տարածությունների վրա նկատելի են բազմաթիվ բնակարանների հետքեր։ Ամրոցն իր 4 պարիսպներով զբաղեցնում է մոտ 8 հեկտար տարածություն, իսկ միջնաբերդը շուրջ 1 հեկտար։ Բացի դրանից, պարիսպներից դուրս կան մեծ քանակությամբ բնակարանների ավերակներ, որոնք կապված են եղել ամրոցի հետ։ Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Պարվի վանքի ամրոցն ունեցել է ջրամատակարարման համակարգ։ Նրա հարավ-արևելյան ուղղությամբ 1,5 կիլոմետր հեռավորության վրա կա 2 ամբարտակ, ուր հավաքվել են հալվածդյան, ինչպես նաև անձրևային և հեռավոր աղբյուրների ջրերը, ամրոցն ու շենը ջրով ապահովելու նպատակով։ Արտաքին 4-րդ պարիսպը, որը շրջանցում է ամրոցը, ունի մուտք աջ ու ձախ կողմերում։ Միջանկյալ պարիսպների ու միջնաբերդի գլխավոր պարսպի վրա կան հզոր աշտարակների հետքեր։ Պարվի վանքի ամրոցից դեպի հարավ ու հարավ-արևելք կիկլոպյան տիպի բնակավայրեր կան, որոնք զբաղեցնում են շուրջ 70 հեկտար տարածություն։ Այդտեղ նկատելի են պարիսպների հետքեր, որոնք շրջապատում են կամ ամբողջ բնակատեղին, կամ առանձին բնակարանների խմբեր տվյալ բնակավայրի կազմում։ Բնակատեղիներն իրենց շրջապատում ունեն դամբարանադաշտեր։ Տանուտեր Սարգսի խաչքար գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի մեջ, Սուրբ Խաչ եկեղեցու արևմտյան պատին ագուցված, մուտքից աջ։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։ Խաչքարի քիվին, թևերի արանքում և ստորին հատվածում առկա են 4 տող բիմական արձանագրություն։ Համաձայն արձանագրության, խաչքարը իր համար կանգնեցնել է տվել Տանուտեր Սարգիսը։ Կանգնեցվել է 1542 թվականին Հովհաննես Կազմողի կողմից։